եւ իր մեծագույն խնդիրը եւ իր մեծագույն թշնամին իր սեփական լեգիտիմության աստիճանն է։ Դուք նշեցիք, որ այնուամենայնիվ Փաշինյանը ինչպիսի վարժություններ էլ որ անի խաղաղություն բերելուց մինչև 4-րդ հանրապետության ստեղծում, իր վստահության չափաբաժինը, իսկ շեշտում եմ օգտվելով առիթից, որովհետև Փաշինյանը տեղին թե անտեղին շատ է ժանգլորություն անում լեգիտիմություն բառի հետ, դա օգտագործելով բացարձակապես ոչ այն իմաստային եւ քաղաքագիտական մեկնությամբ, որ ընկած է այդ լեգիտիմություն բառի հիմքում, դա վստահության չափաբաժինն է, դա հավատի չափաբաժինն է հասարակության կողմից արկառավարիչ, քաղաքական համակարգ նրա կողմից ստեղծված։ Նա շատ է հասկանում է, որ իր քաղաքական նարատիվների սպասարկումը հասարակության մեջ արձագանք չի գտնում։ Եվ այդ հասարակությունը նրան տալիս է գաղափարախոսության համար չնչին տոկոս, 10, 11, 12, դիցուք նույնիսկ մինչև 20%։ Այսպիսի տեկտոնիկ փոփոխության համար, ինչպիսին է մեկ հանրապետության փակումը եւ նոր հանրապետության ստեղծումը, հա, որևէ կերպ այս հորիզոնականներում գտնվող իշխանության համար հեշտ գործ լինել չի կարող։ Սա նա հասկանում է շատ լավ եւ իր ամբողջական իրենով մեծադաշտը լցնելու իր աբսուրդային թե ոչ, նա այլևս այդտեղ էլ ընտրություն չի անում, հա։ Ընդ որում գիտեք ինչքան քիչ էին դիտումները, սարսափելի քիչ։ Նույնիսկ իրանց Facebook-յան էջերից կուսակցության կամ իր անձնական սարսափելի, ես նայում էի դիտումները, մարդկանց համար միևնույն է իր խոսելը։ Եթե դուք ուշադիր լինեք, նա ինքը շատ լավ գիտի, որ իր արտադրած քաղաքական պրոդուկտը շատ քիչ սպառում ունի